Շաքարային դիաբետ ունեցող դստեր բժշկական փաստաթղթերի հերթական տրցակը հավաքած Ալինան գալիս է բուժ հաստատությունից։ Մինչև 18 տարին բոլորելն աղջիկը մանկական հաշմանդամություն ունեցող կարգավիճակ ուներ։ Չափահաս դարձավ, այն դադարեց։ Իմ երեխան ձեռքի բերել 11 տարեկանից հաշմանդամություն, հաշվառել ենք հիվանդանոցում, նրան հիվանդանոցում էպիկրիզներ տվեցին եւ մենք թղթերը դասավորեցինք, ասեցին, որ սա մանկական հաշմանդամություն է, համարելով, որ դա մանկական հաշմանդամություն է, մինչև կյանքի վերջը գնալու է։ Հիմա արդեն երեխան դարձել է 18 տարեկան, մնացել է ստվերում։ Հաշմանդամության կարգավիճակը դադարեցրել են, դրանով պայմանավորված առավելությունները, այդ թվում ամսական թոշակը նույնպես։ Ես չեմ ուզում, որ իմ երեխային ասեն հաշմանդամ կամ թոշակառու։ Գոնե տվեք այն հնարավորությունը, որ մեր երեխաները տարվա մեջ գոնե 3-4 անգամ հնարավորություն ունենան հիվանդանոցում պարկելու։ Եթե իրանք տարեկան 2 անգամ, գոնե 2 անգամ կարողանային պարկեն, այդ հնարավորությունը ունենային, չենք հայտնվի կոմատոզ վիճակում եւ պրեկոմա վիճակում, չենք հայտնվի հիվանդանոցում, դա անհրաժեշտ է, որ դու ծայրահեղ աստիճանի չհասնես, նոր հասնես հիվանդանոց։ Տիպ 1, այլ կերպ ասած, պատանեկան դիաբետ ունեցողների ծնողներից բազմաթիվ ահազանգեր է ստացել Սուրանկյան խմբագրությունը։ Քաղաքացիները պնդում են չափահասության շեմն անցնելուց հետո առողջական այս խնդրով երեխաներին, չնայած նախկին փորձին, համատարած մերժում են տալ հաշմանդամության կարգավիճակ։ Ավելին, նրանց խոսքով, նույնիսկ պոլիկլինիկաներում են արդեն հրաժարվում ուղեգիր տրամադրել անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողով դիմելու համար, ասում են միևնույն է կարգ չեք ստանալու։ Այստեղ ինքը նշված է, որ միջին ծանրության լաբիլ ընթացքով կետոզի հակումով, այսինքն 3 ամիս անընդհատ երեխայի շաքարը եղել է բարձր ցուցանիշներով, ընդհանուր մինչև 33 եւ որ գլյուկոմետրը ցույցել չի տվել, բայց մեր ԲՍՓ-ի հանձնաժողովի անդամները ուսերը թոթվեցին եւ ոչինչ չարեցին։ Ալինայի նշած ԲՍՓ-ն բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն է։ Նոր կարգով այս խմբում ներառված մասնագետներն են գնահատում քաղաքացու բժշկական փաստաթղթերը, զրուցում, հետո նաեւ տեղում ստուգում անձի ֆունկցիոնալ կարողությունները եւ վերջապես որոշում ընդունում նրան տալ հաշմանդամության կարգավիճակ, թե ոչ։ Որևէ իրավական ակտով ոչ մինչև 21 թվականը եւ ոչ էլ 21 թվականից հետո սահմանված չի որևէ ախտաբանական վիճակ, որի դեպքում անձին պետքա պարտադիր հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ սահմանվի։ Եվ հակառակը, չկա այնպիսի մի ախտաբանական վիճակ սահմանված, որի դեպքում պետքա հաշմանդամություն չսահմանվի։ Օրենքն ասում է հետևյալը՝ հաշմանդամությունը հենաշարժական, մտավոր, զգայական, երկարատև խնդիրների հետևանքով առաջացած վիճակ է, երբ անձը միջավայրային գործոնների հետ առնչության արդյունքում կենսագործունեության եւ մասնակցության ներառվելու սահմանափակում է ունենում։ Հղում անելով իրավական այս մեկնաբանությանը միասնական սոցիալական ծառայության պաշտոնյան պնդում է, հաշմանդամության սահմանման գործընթացը փոխել են, բայց գաղափարը թողել նույնն է։ Այսինքն կարգավիճակն ունենալու համար անհրաժեշտ է, որ անձի մոտ հիվանդության առկայությունը հանգեցրած լինի հենաշարժական, հոգեկան, մտավոր, զգայական, օրինակ տեսողության, լսողության խնդիրների։ Սահմանափակման կբերի գոնե 1/4 չափով, այսինքն մարդու ամբողջ կարողությունների 1/4 կկորի, որ անձը սահմանվի ունենա հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ, դա 25%-ն է։ Սկզբից մի անգամ մերժեցին տալով 13% ֆունկցիոնալությունը, հետո 19% ֆունկցիոնալությունը 20 օրվա մեջ։ Հիմա ես սա վերել եմ ամսի 30-ին, որ հիվանդանոցի շտապ օգնության պոլիկլինիկայում պարկել ենք 4 խաչով անալիզի պատասխաններն են։ Սա այն է, որ երեխայի վիճակը գնալով վատանում են։ Նույնիսկ անդամալույց մարդկանց տարին 1 կամ 3 տարին 1 կանչում են այդ քննող հանձնաժողովի մոտ, այդ գնահատող հանձնաժողովի մոտ, իբր օրինակ անդամալույց մարդու, չգիտեմ, ձեռքը կամ ոտքը կարող են նորից աճել։ Եվ անկեղծ ասած ես որևէ տրամաբանություն չեմ գտնում իրենց աշխատանքի մեջ, որովհետև գլոբալ առումով, եթե կա հաշմանդամություն, եթե պացիենտին տրվել է այդ հաշմանդամության կարգը, շատ քիչ դեպքերում է, երբ այդ հաշմանդամության կարգը փոխվում է։ Կան դեպքեր, երբ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կարող է առաջանալ, շարունակում է փորձագետն ու խոսքը միանգամից բայցով կտրում, բայց բոլորի դեպքում նույն մոտեցումն ունենալը կարգը սահմանելուց հետո թեկուզ մեկ անգամ դարձյալ հանձնաժողով հրավիրել ճիշտ չէ։ Ինչ փոխվեց մանկական հաշմանդամություն ունեցող երեխայի կյանքում 18 տարեկան դառնալուց հետո, հարցնում է Գևորգ Գրիգորյանը։ Ծնված օրվանից այդ երեխան, ոնց որ ասած, սկսում է ընտելանալ, որ ինքը ոչ միայնակ է ապրելու, այլ ապրելու է այդ դիաբետի հետ։
դա վարքագիծ է, դա կրթություն է հատուկ, դա կոնկրետ դեղորայք է, դա շատ տարբեր բաներ են, սննդակարգ է, հստակ ակտիվություն է եւ այլ, տիպ 1 շաքարային դիաբետով պացիենտները ավելի լավ կլինի, որպեսզի բարբերաբար այցելեն պոլիկլինիկա, ստանան իրենց դեղորայքը, անցնեն անհրաժեշտ հետազոտությունները, քան թե տանենք այդ գնահատող հանձնաժողովի մոտ, որովհետև միևնույնն է, դա չի անցնելու։ Հանձնաժողովի մասին Ալինան օրինակ, ինչպես նաև փորձագետները բժշկասոցիալական փորձաքննության խմբի օբյեկտիվությունը կասկածի տակ են առնում։ Այստեղ չկա օրինակ հենց նեղ մասնագետ, շաքարային դիաբետի դեպքում էնդոկրինոլոգ։ Այնտեղ ես տեսա միայն ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, աթոռին նստացնեն, ձեռքերդ խաչի, նստի, քայլի, աթոռը վերցրու սենյակով մանարի, ծնողներ ունենք, խմբեր ունենք, որ իրանք բողոքում են, ասում են, եթե խոսքի մազերը հարդարված է լինում, թափով է լինում, ասում են, կերած խմած ես, գյուղի կաթմածուն կերած ես, մենք այստեղ չենք, դուք այստեղ չեք եկել, որ քննարկեք մարդու վիճակը, դուք նրա ներսը չեք տեսնում, դուք տեսնում եք նրա ֆիզիկական էությունն եք տեսնում։ Միասնական սոցիալականում հաստատում են էնդոկրինոլոգներ, օրինակ, չկան այս հանձնաժողովներում, պարտադիր պայման չէ։ Իրավական ակտ ասում է կարող է լինել գնահատող մասնագետներ, որից երկուսը ֆունկցիա գնահատող, երկուսը, 1-2-ը, 3-ից 3-ը կարողություն եւ մասնակցություն գնահատող։ Բոլոր մեր մասնագետները վերապատրաստվել են գնահատում իրականացնելու, ոչ թե բուժում կազմակերպելու։ Էնդոկրինոլոգները բուժում են, արդյունքներով ներկայացնում են մեզ։ Բուժման ֆունկցիան հենց էնդոկրինոլոգների վրա է դրված։ Գնահատող մասնագետը պետք է լինի էնդոկրինոլոգ, որպեսզի կարողանա ասել, այս պացիենտը օրինակի համար ռեմիսիայում է կամ ժողովրդական լեզվով ասած շաքարը քնած է, նա նաև կանխարգելում է դիաբետի բարդությունները, այդ նույն էնդոկրինոլոգը գնահատում է պացիենտի իրավիճակը եւ որոշում է, թե այս պացիենտը մոտակա ամիսների ընթացքում ինչ կենսակերպով պետք է ապրի, որպեսզի հիվանդությունը չբարդանա։ Այստեղ նկատենք նաև, որ փաստացի առողջապահական համակարգի մեգաձեռնարկից համընդհանուր ապահովագրությունից եւս դուրս են մնացել այս մարդիկ։ Օրինակ հենց Ալինայի դուստրը։ Պետությունը մինչև 18 եւ 65-ից բարձր տարիք ունեցողների բեռն է իր ուսերին առել, որ կամ էլ ում դուռը թակեն նրանք, երբ զրկվում են նաև հաշվանդամության կարգից։ Նախորդ տարի էլ պատանեկան դիաբետ ունեցողները ամիսներով այդպես էլ չէին կարողանում իրենց հասանելի անվճար դեղերը ստանալ։ Ինչ անել այսօր, երբ նույնիսկ ապացուցելու խնդիր կա, հիվանդությունը բարդացրել է կյանքը։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։